Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսին արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, ըստ գերատեսչությունների։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները։ Վահե Հովհաննիսյանը մասնավորապես հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, որը 7%-ով ավելի բարձր է, քան 2023 թվականին։ ՀՆԱ-ն պահպանվել է նույն 25.5% մակարդակում։ Կատարողականը կազմել է 95.8%։ Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ և 13.7%-ով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից։ Կատարողականը կազմել է 93.9%։ Դեֆիցիտը կազմել է 376 միլիարդ դրամ, կատարողականը 82%։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության։ Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ։ Այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին Հայ Էկոնոմբանկի դեպքում։ Սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ Հայ Էկոնոմբանկի տարեկան ժողովը, որին մասնակցում էին բանկի բաժնետերերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները։ Բանկի ղեկավարությունը պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։ Հայ Էկոնոմբանկն առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է առցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկախիկ վճարումների իրականացումը, հետաձգված գործարքի կիրառմամբ։ Բանկը մասնակցություն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ տերմինալների ներդրման գործընթացին։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բենդեր-Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այս մասին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա մասնավորապես հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը, հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու հույսով։ Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար։ Մենք դժվարություններ ունենք թե ներմուծման, թե արտահանման առումով։ Սրանք գործոններ են, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել Հայաստանի բարեկամ Իրանի միջոցով, ինչպես նախկինում էր, ասել է Պապոյանը։